Իմ սուրով աղոց է, հանուն քո ինքնապաշտպանության հանգիստ չէի պատյանում։ Լսիր ինձ գուցե վերջին անգամ, դիմում եմ քեզ, խոսում քեզ հետ։ Քո սև ու նեղ օրերին դու կանչեցիր ինձ, և ես ասա քո ավարին։ Այն օրվանից ես պաշտպանում եմ Սյունիքը։ Մնաց մի բարձրունք, մի սար, մի քար, որի վրա դրած չլնեմ ես իմ հոգնած գլուխը։ Ասա դու տեսել ես ինձ, գոնե մի օր, մի ժամ, հանգիստ ու մնաց մի բան, որ խնայեի, չզոհաբերեի, քո ազատության, քո փրկության ու քո փառքի համար։ Այս պայքարի իմաստն այն էր, որ հայը տեր լինի քեզ, որտեղ աչք է բացել ու օրորոցային լսել։ Մարդիկ, իմ գլուխն եմ փնտրում 3 միլիոնով Ադրբեջանին ծախելու համար։ Ես Հայաստանից հեռանում եմ հարկադրաբար։ Իմ հետ վերցնելով Արաքսի ափին զինվորներիս կողմից զարնված Վագրի մորթին, Զավալ Փաշայի դաշույնը, որպես միակ պատերազմականավար։ Պարտություն չտեսած Սյունիքի դրոշը, թող որ դրվի կրծքիս վրա, գերեզմանիս մեջ։ Ու մի բառարամ, Հին Հայկազյան, միակ մխիթարիչը տարագրանքի մեջ։ Տեր հայր, հաղորդեք Հայաստանը ղեկավարությանը վերջին պատգամս։ Լեռնահայաստանը տեղի է տալիս բոլշևիկացման պարտադրանքի առաջ, բայց միայն ավելորդ հայրուն չթափելու նախապայմանով, թող միասնիկան իմանա, եթե հարկ լինի, ես հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով նորից վերագրավել Լեռնահայաստանը։ Ամենաբարձր իրավունքը, որ կարող է ունենալ մի քաղաքացի, դա իրեն ծնած ժողովրդին առաջնորդելն է։ Ես դա արեցի սրով։ Թող նրանք էլ անեն ինչպես իրենց խիղճն է թելադրում։